Երբ համադրում ենք տարբեր փաստեր, գալիս ենք այսպիսի խիստ մտահոգիչ եզրահանգման, որ Հայաստանի գործող իշխանությունը շատ կարևոր մեզ համար առանցքային հարցերում, մեր ինքնությանն առնչվող, մեր պետականությանն առնչվող հարցերում ուղղորդվում է արտաքին ուժերի, կառույցների, պետությունների կողմից։ Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի գործող իշխանությունը սպասարկում է օտարի շահերը։ Սակայն այդ ուղղորդումները նրանք ժողովրդին մատուցում են բոլորովին այլ մեկնաբանություններով։ Օրինակ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ուղված արշավը ներկայացվում է իբրև եկեղեցու բարենորոգման համար արվող քայլեր, կամ հայ գործարարների ունեզրկումը ներկայացվում է որպես մաֆիայի դեմ անզիջում պայքար, կամ մեկ անձի հրահանգով քաղաքական ընդդիմախոսներին բանտեր լցնելը ներկայացում է իբրև հանուն ժողովրդավարության եւ հանուն ժողովրդավարական Հայաստանի ապագայի արվող քայլեր, օրինակները կարող ենք շարունակել։